Եթե հիշում եք, այս մարդը մի փաստաթուղթ էր ստորագրել, որ հետո չգիտես ոնց, բաց իրենից մնացած այլ մեկնաբանություն էին տալ, ինքը այլ։ Ինչը հանգեցրեց ազգային աղետի։ Հիշում եք ինքը այս նույն ոճով, ոնց որ հիմա ասում է, Զանգեզուրի մի ջանց չի թրիփա եւ այլն, նույն ոճով ասում էր նոյեմբերի 9-րդ կետում ուրիշ բան է գրված, ուրիշները սխալ են հասկացել։ Այդ վերահսկողությունը ռուսական օրինակ կարող է հեռավար տեղի ունենալ, ինչ-որ անհեթեթ բաներ էր անում, վերահսկողությունը միտումնավոր կամ չիմանալով շփոթում էր մոնիտորինգի հետ եւ այլն եւ այլն։ Արդյունքը ինչ եղավ, մենք ազգային աղետի առաջ կանգնեցինք, այսինքն ինչ ինքը մեկնաբանում էր այդ նոյեմբերի 9-րդ կետը ոնց պիտի հասկանանք, փչացնելով հայ-ռուսական հարաբերությունները, Ադրբեջանը առիթավորվեց եւ սկզբում բլոկադայի, հետո էթնիկ զտման միջոցով կործանեց Արցախը։ Ճիշտ է։ Հիմա շատ նման է ինձ մոտ այս ասոցիացիայի առաջան, որ էլի այդ փաստաթուղթը ստորագրել են, բոլորը այդ փաստաթուղթը հասկացել են այնպես, որ պիտի հասկանան, էլի Փաշինյանը ստորագրելուց հետո սկսում է բացատրել դրա տակ ինչ հասկանանք։ Այս շատ վտանգավոր վիճակ է։